չի հիշում, որ այդ հավաքին ելույթ ունեցել Սեյրան Օհանյան, Հայաստան խմբակցության ղեկավար, Իշխան Սաղաթելյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր դիմադրության շարժման համակարգող, Հայկ Մամիջանյանը, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար, Հայաստան դաշինքի պատգամավոր այն ժամանակ Գեգամ Նազարյանը, Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Չգիտեմ, այն խոսացողի պակաս չէ, որ իրանք չէ, իրանց հետ կապ չունի։ Այդ ոնց որ մնացածները նեցել իրանք երկու անգամ։ Ես եմ խոսել երկու անգամ Արամ Վարդևանյանը։ Մի անգամ է, այսինքն եթե Սեյրան Օհանյանը ուզեր 3 անգամ խոսել, 3 անգամ խոսել։ Դա այնտեղ դե սահմանափակում չէր կառավարվում այդ արտակարգը։ Ինչ ասեցին, սկսեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ պատգամավորները մեր բոլորի աչքի առջև երկու խմբակցության, բոլորն ընդեղ էին, կանցնես առանց բացառության, մտան ազգային ժողովի շենք։ Այն մեր ժողովրդի հասարը մենք դրսում էինք, այն սպասում։ Որպես պատվիրակված արդեն անդամներ։ Այս ժողովրդի ասում են, մինչև այդ ինչ էին ասում, չէ՞, մեր հարգարժան Իշխան Սաղաթելյանը դիմադրության շարժման հանրահավաքը 2022 թվականի օգոստոսի 12։ Մինչև իմ նախաձեռնած հանրահավաքը։ Ասաց, որ օգոստոսի 2-ից արդեն առաջացել է վարչապետին անվստահություն հայտնելու իրավական հնարավորություն եւ մենք դրանից կօգտվենք, եթե փողոցում լինի աջակցություն։ Հիմա փողոցում աջակցությունը կա, մարդիկ հավաքվել են, թեման կա, վարչապետը շեղվել է ծրագրից, իրանք գնացին ազգային ժողովի շենք, որպեսզի սկսեն այդ գործընթացը։ Որոշակի ժամանակ մնալուց հետո հրապարակ է վերադառնում Արամ Վարդևանյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր եւ երկու խմբակցությունների անունից հանդես է գալիս հայտարարությամբ, որ իրենք սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ թվարկում է բոլոր այն ժամանակ 36-ին, հələ կորուստներ չէին ունեցել Գեգամ Նազարյան եւ բանը, բոլոր պատգամավորների անունները, ովքեր արդեն ստորագրել են այդ գործընթացից դա։ Ես հարցում եմ, իսկ վարչապետի տեխնացուն ով է։ Այո, որտեվ կարևոր պայմաններից մեկն է։ Եթե ԿՊ-ից 18 հոգի քաղաքական անաստակողությունը լինի եւ միանան այդ գործընթացին, ինչին գործընթացը դուք չեք սկսել։ Այսինքն դա ակնհայտ մանիպուլյացիա էր։ Հանրության վրա շփով, այսինքն մարդկանց թվաց դա ավելի բնորոշ ձևակերպումն է, որ դուք տվեցիք, որ ես խուսափում էի։